Էջմիածնի Նալբանդյան մեկ շենքում տեղի ունեցածը անակնկալ էր շենքի բնակիչների համար։ Եղանակի մատուցած անակնկալներ։ Քամու ուժգին լինելու հետևանքով շենքի տանիքը 202 քառակուսի մետրի չափով քանդվել էր։ Բնակիչներն անակնկալի եկած առաջին բանը, որ արել էին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին այդ մասին տեղեկացնելն էր եղել։ Բնակիչներն անդադ կրկնում էին, որ քաղաքում ամեն օր հետևողական աշխատանք է իրականացվում։ Ականատես են լինում քաղաքի շենքերի բակերում, փողոցներում իրականացվող աշխատանքներին, եւ հենց դա առիթ հանդիսացավ, որպեսզի խնդրանքով դիմեն քաղաքապետին։ Մեզ խոս տվեց, որ անպայման կվերանորոգի, ու մենք չենք էլ դաժե կասկածում, որ ինքը խոս տվեց ու իր խոսքի տենել եղավ։ Եկան, նայեցին, չափեցին ու ասին, որ մի շաբաթից անպայման կվերանորոգենք։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի միջոցներով մի քանի օրում շենքի տանիքը վերանորոգվեց։ Նման օպերատիվ եւ օբյեկտիվ աշխատավոճի շնորհիվ է, որ Կարեն Գրիգորյանը վայելում է էջմիածնեցիների վստահությունը։ Մեր քաղաքապետ Կարեն Գրիգորյանից այնքան գոհ շնորհակալ ենք, ասելու խոսք չեմ գտնեմ։ Ապրի ինքը, ցանկանում եմ իրան ամենալավ բաները, նույնիսկ քաղաքապետի բոլոր աշխատակազմին, մեր բանվորներին թեկուզ։ Ապրեն իրանք, որ սարքեցին մեր գրիշը։